Հայաստանում հարգելի գործընկերներ մեծ գումարներ են պտտվում։ Երեք ես տեղեկանքն եմ ստացել կենտրոնական բանկից եւ այս տարի եթե ճիշտ եմ հիշում 500 միլիոն դոլարի գնում է իրականացրել, պարոն Գալստյան, ճիշտ եմ հիշում թիվը։ Չէ, ավել 1.5 միլիարդի կարգի։ 1.5 միլիարդի, բա 500 միլիոնը երեք պահուստների պահուստի աճը 1.5 միլիարդ կենտրոնական բանկը 1.5 միլիարդ 1.5 միլիարդ, պարոն Գալստյան։ Այո, 1.5 միլիարդ դոլար։ 1.5 միլիարդ դոլար է գնել Հայաստանի Հանրապետության շուկայից։ 1.5 միլիարդ դոլար։ Մենք հասկանում ենք, ես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է 1.5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, եւ կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ եւ այդ 1.5 միլիարդը գնել է, այսինքն այս 1.5 միլիարդը դարել է դրամ եւ վերադարձել է շուկա։ Հիմա բացի այն սովորական, որ գիտենք, Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պտտվում։ Պետքա մարդկանց մեջ զարգացնել կարողությունը այս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են, իրենց կրթության շնորհիվ։ Այսօր Հայաստանում ինչքան էլ փորձեն տպավորություն ստեղծել տենց, այդպիսի բան չկա, որ մտնեն միտեղ ասեն հավաքեք, ես մերն է եւ այլն եւ այլն։ Չնայած եթե տենց դեպքեր լինում են, դրա համար իրավապահ մարմիններ կան, պետքա քննեն, հետաքննեն, զբաղվեն։ Բա ով է, բա մարդ կա այս 1.5 միլիարդ դոլարը այսենց դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Որտեւ մարդը չունի անհրաժեշտ հմտություն։ Այդ 1.5 միլիարդը հավելյալ հատված, նայես 1.5 միլիարդ չէ։ Շատ ավելի մեծ մի քանի 1.5 միլիարդ դոլարների մասին։ Պատկերացրեք, մարդը նստած է, իրանց չգիտեմ, որևէ զբոսայգում, որևէ տեղ, կամ կանգնած է, կամ այդ 1 միլիարդները դեմով անցնում են, ցենց անցնում են դեմով։ Որ մարդը ավելի վատ է ապրում։ Ստեղ է խնդրեմ, մենք պետք է օգնենք այդ մարդուն, որ ասում եմ մարդը պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, որ այդ 1.5 միլիարդ դոլարի իր բաժին ունենա, որն է դրա ձև, միայն մի ձև, մենակ կրթություն, ուրիշ որևէ բան չկա։ Ինչ ուզում եք այդ 1.5 միլիարդից կեսը խողովակով մտցնենք իրանց տուն, մեկը իրանց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է պետք հմտություն։